Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այս օրենքը դրել էր շրջանը, այսինքն քննարկումներ սկսել էր այս օրենքի վերաբերյալ եւ որքան արդեն հայտնի դարձավ, Պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ է եղել այս օրենքի կիրառմանը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչն է փոխվել, որ Պաշտպանության նախարարությունը իր դիրքորոշումը փոխել է։ Ներկայացրեք հիմքերը, համաձայն որի դուք արդեն համաձայնություն եք տվել օրենքի այս նախագծի ընդունմանը։ Պաշտպանության նախարարության մասով է հիմնականում մեծ հարց, այսինքն ինչն է փոխել, որ նաև ձեր դիրքորոշումն է փոխել։ Սա առաջին հարցը։ Երկրորդ հարցը՝ ի վերջո մենք չենք կարողանում գտնել պատասխան այն հարցի, արդյոք մենք ունենք բավարար մարդկային ներուժ, որ գումարով կարճ ծառայություն անցնելու պարագայում գումարը ստանալուց հետո մենք համապատասխան թվով մարդիկ ունենք զինծառայության մեջ ներգրավելու համար։ Մենք այդ պատասխանը, եթե պարոն Հայկ Սարգսյանը, չգիտեմ, չի տիրապետում այդ թվերին, ապա դուք պարտավոր եք տիրապետել այդ թվերին, որովհետև օրենքի ընդունման հիմնական մեխանիզմից մեկը դա է գումարը վճարում ես չես ծառայում կամ մեկ ամիս կամ 4 ամիս ես ծառայում, բայց քո փոխարեն գալիս են մարդիկ ծառայելու։ Մենք ունենք այդ մարդիկ, թե չէ։ Հաջորդ հարցը։ Հա, երրորդը։ Ի վերջո դուք մեզ նաև պետք է պատասխանեք, այս վերջին տարիներին, երբ իշխանության եք, կոռուպցիան կանխարգելելու համար ինչ եք ձեռնարկել։ Մինչև այսօր որքան մարդ է պատասխանատվություն կրում կոռուպցիոն մեխանիզմներով, այդ բանը, այսինքն ծառայողներին ազատելու համար, այսինքն դուք պետք է ասեք, չէ՞, դուք համապատասխան գործառույթներ իրականացրել եք, թե չէ, կոռուպցիոն խողովակը փակելու համար, եւ ինչ եք անելու, որպեսզի այդ խողովակը ի վերջո փակվի, որովհետեւ ինչպես ես իմ նախապես խոսքում հնչեցրեցի, այս գումարները պաշտոնականացված գումարներ են, բայց վստահ եք, չէ՞, որ լինելու են այլ խողովակներ։ Հիմա համապատասխան ինչ աշխատանք եք տանում այդ մասով, եւ վերջինը այս քվոտավորման հետ կապված, այսինքն ինչ է ստացվում, որ հիմա ընդունվելու է օրենքի մի նախագիծ, եթե ընդունվի, բայց այդ օրենքի նախագիծը մենք չգիտենք իրականացվելու է, օրենքը չգիտենք իրականացվելու է թե չէ, որովհետեւ կառավարությունը մի հատ էլ առանձին որոշում պետք է ընդունի, համաձայն որի լինելու են ազատվողներ բանակից, թե չեն լինելու, այսինքն օրենքի նախագիծը կարող է ընդունվի, բայց այդպես էլ կյանքի չկոչվի։ Եվ փաստացի ստացվում է, եթե բանակ գնալու են կամ ավելի ճիշտ բանակում 1 ամիս կամ 4 ամիս ծառայելու են ընտրյալները, բայց այդ ընտրյալների միջից մի հատ էլ կառավարությունը ինքն իր համար պետք է որոշի ովքեր են ընտրյալները, որովհետև այդտեղ շատ մեծ կոռուպցիոն եւ սխեմաներ եմ տեսնում։ Ովքեր միջև հիմա դուք հասկանում եք օրենքի նախագիծը քննարկվում է, դուք տենց էլ չեք ասում, թե այդ մեխանիզմը ոնց է լինելու, մարդիկ ոնց են ընտրվելու, ասում եք կարող է ուսանողների մի խումբ լինի, չգիտեմ ինչ լինի, դուք էլ նույնիսկ պատկերացում չունեք, ոնց եք ակնկալում, որ այստեղ պետք է քվեարկություն համապատասխան։ Խնդրեմ 3 րոպե։ Շնորհակալություն։ Նախ ինչն է փոխվել, ոչինչ չի փոխվել, մեր փակ քննարկումների ընթացքում մենք մշտապես մեր տեսակետը ինչ հնչեցրել ենք, նույնը մեր դիրքորոշումը եղել է ոչ, հիմա այո։ Այդ ընթացքում ինչ է փոխվել։ Պարոն Քոչարյան, ես շատ լավ գիտեմ, որ պարոն Սարգսյանն է վերել եւ ես պարոն Սարգսյանի բոլոր քննարկումներին գրեթե մասնակցել եմ, եւ մենք Չէ, իրականում պարոն Քոչարյան, մենք մեր դիրքորոշումը, տեսակետը, մեր ռիսկերը բոլորը նաև փակ քննարկումների ժամանակ ներկայացվել են եւ մեր տեսակետը արտահայտված է այսօր այնպես, ինչպես որ Պաշտպանության նախարարությունը այս խնդիրը տեսել է որպես լուծում։ Հիմա դուք որ ասում եք պետք է գրավիչ լինի, իրականում գրավիչ դարձնելու համար նույն այս հանձնաժողովում բազմաթիվ նախագծեր են քննարկվել, որոնք միտված է եղել գրավիչ դարձնելուն եւ դրանց ընդունվելու արդյունքում այսօր ունենք մի օրինակ փոփոխություն իրականացված, որ հենց այստեղ այդ պաշտպան հայրենիա ծրագրի շրջանակներում մենք ունենք արդեն դինամիկ, այսպես աճ դրական իմաստով։ Եթե մենք նայում ենք մեր ամբողջ պայմանագրայինների թվաքանակը, տեսնում ենք, որ անընդհատ այդ մեր թվաքանակը ավելանում է եւ չի պակասում եւ գրավիչ դարձնելու հնարավորություններից մեկը օրինակ դա է եւ պետք է դարձնել գրավիչ, որպեսզի այն ռեսուրսը, որը ինչ որ ձևով չի ցանկանում դառնալ զինվորական, գա դառնա զինվորական։ Պարոն Սարգսյանը օրինակ հնչեցրեց, որ նպաստ ստացող մարդիկ կան։ Բնականաբար իրենցից շատերը նաև հնարավոր է առողջ են ֆիզիկապես
եւ բավարարում են օրենքի պահանջների։ Եթե իրենք ցանկանան եւ գտնեն, որ պաշտպանության նախարարության ներկայացրած հնարավորությունները իրենց համար գրավիչ են, թող կան ծառայեն, մենք էս իրոք կընդունենք։ Որքան մարդ է պատասխանատվություն կրում։ Սա կարծում եմ իրավապահ մարմիններին ուղղելու հարց է, բայց կողքից նայելով մենք երբ որ տեսնում ենք անընդհատ էլ ցավալի է իհարկե, բայց հանցագործության դեպքեր են բացահայտվում եւ շղթայական այսպես ձերբակալություններ են լինում, դա բավարար է թե ոչ, ես չեմ դրա գնահատական տվողը, կարծում եմ բավարար չէ, որովհետեւ քանի երևույթ կա ինստիտուցիոնալ լուծումները գտնված չէ, իհարկե դրա դեմ պայքարելով բավարար չէ։ Եվ օրենքը այս քվոտավորման հետ կապված, այսինքն օրենքը ընդունվում է, կառավարությունը մի հատ էլ արտոնյալն է, ոչ, կան օրենքներ, որոնք կառավարությանը լիազորում են, իսկ կառավարությունը այդ լիազորության շրջանակներում իր որոշումներով արդեն այդ գործընթացը կանոնակարգված իրականացվում է։ Ես վստահ ձեզ ասում եմ, որ մենք կգտնենք այնպիսի լուծում, որը որևէ կասկած չի հարուցի, թե ինչպես եղավ այս կամ այն անձը դարձավ շահառու, իսկ մյուսը ոչ։ Շատ լավ։ Չէ, մի հատ էլ Տիկին Գրիգորյան, ելույթով կարելի է փակել։ Խնդրեմ, լավ։ Քվոտավորումը Լավ, հիմա բացառիկ մի փոքր արձագանք նշանակում է բոլորին տալու եմ արձագանքի հնարավորություն։ Այս պայից սկսած։ Տվել եք։ Շատ լավ, գնացինք առաջ։ Ես դժվար ստեղծած արձագանքներ ունենամ։ Բացի Արտուր Հովհաննիսյանից բոլորը արձագանքելու իրավունք ունեն։ Պարոն Սարգսյան, մի քանի հարց եմ տվել, ցավոք որևէ հարցի եւս էլ չպատասխանեցի։ Տեսեք, ասում եմ 19 թվականից օրենքը քննարկվում է, դուք էլ ասում եք բոլոր քննարկումներին մասնակցել եք։ Բոլոր քննարկումներին այսինքն այն պահից սկսած ինչ դուք մասնակցել եք։ Եվ մշտապես պաշտպանության նախարարության դիրքորոշումը ոչ էր, հիմա դարձել է այո։ Ասում եմ այդ ոչից այոյի անցման փուլում ի՞նչ է տեղի ունեցել։ Ինչ հիմնավորումներ են ձեզ համոզել, որ ձեր դիրքորոշումը փոխել եք։ Դուք ասում եք ոչը այոյ է դարձել, բայց այդ հիմնավորումների շարքը չեք ներկայացնում, հասկանանք պաշտպանության նախարարությունը իրոք այստեղ լուծումները տեսել է, թե չէ։ Չեք ներկայացում այդ հիմնավորումները, որը խիստ խնդրահարույց է այս պարագայում։ Հաջորդը, իսկապես դուք այդպես էլ որպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչ չեք ասում, մենք այդ մարդկային ներուժի հարցը կարողանալ ենք լուծել։ Մենք ունենք արձանագրված ներուժ, թե չէ։ Ասում եք, պարոն Հայկ Սարգսյանը ասում է, նպաստավորներ կան, իրանք միգուցե գան։ Դե դա հարցի լուծում է։ Հարցի պատասխանը, թե չէ։ Եվ կոռուպցիան մասով է։ Կոռուպցիայի մասով էլ դուք իսկապես չեք կարողանում ասել ինչ եք անելու, որպեսզի խողովակը փակվի։ Ինձ թվում է մենք այս հարցադրումներն արդեն 3-րդ շրջանով ենք բարձրաձայնում, բայց այդպես էլ չենք լսում պատասխան։ Մեր հարցադրումներն ուղղակի հարց հնչեցնելու համար չեն։ Ի վերջո պատասխանեք այս հարցին։